Հայաստանի վաստակավոր рэպեր Chilla Hello bro Ճանապարհը թող տանի Ռոլեկավ Պիտի ամեն օր ասես որ սիրում ես Կարդում ես մտքերս, կյանքս ընկերս Ես եկել եմ ավտոկարաոկե, որ խաղամ բարերի պոկեր Պիկասո, հողերի մեծ կասա, ծախսելուց իմաստով, շանսերը մի բաստով Իսկ մեքենայում էլ ինչ ես արել օրինակ հետևիսի ձելնիկ Ուրախ եմ թե տխուր, կպարզվի էս տարի, ներ սարի, կհանդիպի քեզ, վարի չես սարի Կարող է ինչ չտոպես վերջ, մարա լսի Ուրա պերչատկե Ով ամենահարուստը ձեզ Ռոլը Դա շատ արագ պատասխանեցի See some ladies tonight Եկավ իմ պար Baby Ասում ա պոհետը դե հետա մնաց են գրածս տողերը փոխել են թողել են մենակ բողոքները կորել է իմաստը իմաստեղ դա փաստա Տունը չեմ ասա թող վաղը գա Խոնարհվում ա ձեր առաջ ձեր խելառ ընկերը Եկի չեն կամ աղեն կա Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում է ավտոկարաոկեն, այսօր ունենալու ենք հրաշալի թողարկում։ Առաջ եմ կանչում բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են рэպ կարդալ, ովքեր մեքենայի մեջ բարձր լսում են рэպ ու սենց կենտրոնով անցնելուց ամեն դեպքում բարձրացնում են պատուհանները, որ այդ հայհոյանքները չլսվի դուրսը։ Այսօր ես ունեմ մի հատ թույն հյուր, լավ ընկեր, Հայաստանի վաստակավոր рэպեր, 333-ի հրաշալի արտիստ, մի քանի հոգուց մեկը, Միշոին մոտիկից ճանաչող Ֆելոին գրկած, պաչած, իրար լիքը ճանապարհներ անցած, էլ ոնց բացատրեմ, մարդ ում գործերից դու կարող ես հուզվել, միանգամից ուրախանել, ով կարող է քեզ քանդել, հավաքել, մարդ ով բարերի հետ անում այն ամենը, ինչ որ անում է Մեսին գնդակի հետ, այսինքն ինչ ուզում անում է։ Կարճ ասած, Հայաստանի վաստակավոր рэպեր Chilla Hello bro Ոնց ես ցամը տանեմ, chill Ես առաջի рэպերն եմ Դու առաջի ու միակ рэպերն ես Չէ, ստեղ, այս հաղորդմանը Այո Շատ լավ, բացումը անենք Բացումը անենք, թող ոգևորվեն Շատ ճիշտ ու լավ բնութագրեցիր, շատ շնորհակալ եմ դրա համար Իրականում լուրջ դու կարողանում ես մի երգի մեջ հասցնել հուզմունքի, հետո ուրախացնել, հետո հույս տալ, միտեղ հույսից կտրել, բայց այդ ամենը չի առանց հայոյանքի Շատ կարևոր է Իմ իջարած ես էլ որ рэպ եմ անում տղերքի հետ, օրինակ իմ համար շատ կարևոր էր, որ մեջը հայոյանք չլինի Որտեվ բոլորը գիտենք Որտեվ այդ հայոյանքի հետ բառի փոխարեն կարես ուրիշ բառ ասես Երկու բառով ավելի լավ ասես ու տենց կեղտոտ չլինի ու որ բոլորը լսեն Ես միշտ ասում եմ տղերք նենց рэպ եմ ուզում անել որ մերոնք էլ լսեն Բոլորը լսեն Տունը պապաս մամաս ասեն Էդ ինչով ես դու զբաղված ասեմ լսեք որ մեջը քֆուր չկա էլի Հետո պապաս լսեր ու մի հատ քրֆեր ինձ Ասերքի մեջ է քֆուր չկա Ի մեջ քֆուր չկա այ Ոնց է Շատ հաճելի է, շատ լավ Ես եղել եմ ավտոյի մեջ, բայց կարաոկեում չեմ եղել երբեք Շատ լավ որ դու ավտոյի մեջ եղել ես Գիտեմ որ չես վարում, բայց ինչու չես վարում Հայաստանում Այո Ինչու Որտեվ պարկինգ չկա Այո, իսկ ինչ առաջարկ ունես քաղաքապետարանից Ոյ մի բան պետք է ես բաների խցանումները շատ են բայց լուրջ լուծում չի ես զգում եմ որ իրանք էլ լուծում չեն գտնում որտեվ անդադ մեքենաներ են լցվում այստեղ այսինքն դու հիմնականում երթևեկում ես տաքսիով հիմա այդքան երեք չի մի հատ ես լցվեի մեջը մեքենայով ահա հետո բայց ես կասեմ լիքը քեզ կօգնի նոր րեպեր գրելու ճիշտ է այդտեղ արդեն հայոյանքներ կավելան որտեվ խցանումներից անկախ քնից հայոյանքների կոմբոներ են առաջանում այո ու դրա համար այդվաղ պատոնները փակվում թե բացվում են ընդհակառակ չէ հա շատ ժամանակ բացվում են ես լուրջ եմ ասում այնքան ա եղել որտես ջղայնացած sense բացեմ լուսամուտը կռիվանեմ ու զգամ որ դիմացին ինչ ճանաչում է ու մոռացել եմ ես այդ բանը ու ահա որ ամաչում եմ որ կռիվ եմ անում մեր հայրենակիցների հետ Ես էլ եմ շատ հաճախ մոռանում որ ինձ փողոցում ճանաչում են որտեվ ես ամեն ինչ չեմ անում նրա համար որ ինձ ճանաչեն այդ ուղղակի տենց եղել է հա դե տենց ստացվել է երկար նայում են կամ ինչ որ ձեռն ինչ կա որ ասում կարող են ինչ-որ մի բան այն չի թարսեմ հակել շորես թարսեմ Իսկ մեքենայում էլ ինչ ես արել օրինակ հետևիսի ձելնիկ երգ եմ գրել Հա բայց լավ դասելու եք Դու գնացիր հետև ես եկա մոտդ ու տենց էլ ինչ կարելի է Իսկ իմպրովիզից լավ ես рэփ ֆրիստայլից օրինակ դու համարում ես որ լավ ես օրինակ հիմա կարաս շատ եմ մեծարում այդ ուղղությունը բայց այդ բարդ ուղղությունը բայց գիտես ինչ շատ ֆրիստայլ անողներ չեն կարող գրեն
շատ գրողներ չեն կարող ֆրիստայլ անել։ Հա։ Հիմա նկարես ավտոկարակեին 2 տող նվիրես թե չես կարա։ Ես եկել եմ ավտոկարաոկե, որ խաղամ բարերի պոկեր։ Այո, շատ ամոք, բայց կարում ես, էլի վարկանական։ Հիմա դու ասես չես կարող ֆրիստայլ, կարող է դիստանցիայի մեջ մի րոպեով ես ֆրիստայլ անելը բարդ է, բայց վստահ եմ, որ դու տենց արագ ես հանգերը գտնում ու միտքը գտնում։ Ես միշտ պատկերացնում եմ ինչ եմ ուզում ասեմ, սցենարային եմ պատկերացնում, շատ հետաքրքիր անց, որ այդ կադր եմ պատկերացնում, որ ինչ որ մի բան տեղի ունեցավ, հիմա այդ փորձում եմ հանգերով դասավորել։ Թույնա, ես շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Մենք այսօր ունենալու ենք հրաշալի եթեր, վարելու ենք, խոսելու ենք, շփվելու ենք, խաղեր ենք խաղալու, բնականաբար երգելու ենք քո երգերից, ձեր երգերից, կարդալու ենք րեպեր, վստահ եմ, որ թույն օր ենք ունենալու իրար։ Շատ լավ, ես կարոտել էի քեզ, կակրած կշփվենք։ Գնացինք։ Մեր հյուրն է Էյչիլան։ Կարանք երգենք մեր առաջին կարդանք կամ երգենք մեր առաջին գործը, ինչ կառաջարկես։ Առաջի գործը ընտրել եմ հավասարը, որ ես շատ քիչ եմ իմ մասին խոսում իմ րեպերի մեջ, ավելի շատ փորձում եմ այնց թեմաներից խոսեմ, որ բոլորին է վերաբերվում ու բոլորը կարան ոնց որ կիսվեն նախ իրար մեջ, հետո էլ ավելի խոսանք ինչքան մենք իրար նման ենք, քան ինչքան մենք իրար նման չենք։ Այո, սա մոռանում են, որ ինչքան նման ենք իրար, ու սա ուզում են խոսել է տարբերությունների մասին։ Թույն, եկեք վայելենք հավասարը։ Խոնարհվում է ձեր առաջ ձեր խելառանկերը, մի օր ամեն ինչ լավը, մի օր խառը մտքերը, լինում է ժամանակ, երբ որ կիսվում են չափից շատ, սայլի վստահությունը, բարձրությունը քո դիմաց, տարօրինակ պահված, ոնց որ մի բանի տակը, ասում են շատ պասիվ է, բայց դա ուրիշ վիճակ է, մոտս կիսատ գործեր, բառեր, որ մոռացել եմ, խոստումներ, որից մի քանիսը կատարել եմ, չեմ եղել շատ հեռու, մահելով բալանս ու մարդկային վերաբերմունք, ավելորդ հուզմունք միջև բեմը հարթակը, հետո նորից հանգիստ կատարում եմ պարտքս, հետո դատարկ ես էլի դե մարդս, լինում ա որ էլ չես ուզում մնաս գերի ու հպարտ ես, ու ես չեմ սիրում և անում եմ մեջ բերում, նախընտրում եմ հասցնել ես վերջ ես սիրում, տուրին ժպիտը քո, փոխանցի բնականը, եթե դու լավ ես ես էլ լավ եմ ուտել բնականը, ով է քեզ կարևոր, եթե տրամադրությունը վատ է, ասա թող չներվի, հույս է երևում հեռվից, տուրին ժպիտը քո, փոխանցի բնականը, եթե դու լավ ես ես էլ լավ եմ ուտել բնականը, ով է քեզ կարևոր, եթե տրամադրությունը վատ է, ասա թող չներվի, հույս է երևում հեռվից։ Սիրուն է շարում։ Thank you. Թեթև տար, պատկերացրա վրա թե վերկան, դե վերկաց Դեպի ապագան թողնելով ներկան Հատուկ որակ մարդու պահելաձև Ոչ թե ուղակի ռեպ եմ կարդում նմանաձև ու Չեմ կարծում կա մեկը, որ ինձ նմանացնես Ոչ թե գրածս նկատի ունեմ ընդհանրապես Ուժում ա մեղեդին, որը հնչում ա հենց հիմա Ուզում ա քեզ ասի, որ հավասար ենք մենք հիմա Բարձր պատիվ ու հասիվ առանց կարծրատիպ Դեմքով պատին կանգնած չես հասնի գավաթին Նար դու քանի տարի ես Հայաստանից դուրս ապրել, Լոս Անջելես, Միացյալ Նահանգներում ես ապրել, չէ՞։ Իսկ քանի տարի կանց ես գնացել, ինչքան ես ապրել ու երբ ես վերադարձել։ Հիմա դու շատ զգույշ հարցնում ես, ես քանի տարեկան եմ։ Մոտարով է։ Ով կասեր, որ ինքը 18 է։ Նայեք լավն է։ Լավ, օքեյ, որ բոլորը չիմանան դու քանի տարեկան ես։ 30 տարի ապրել եմ Ամերիկայում։ Հաստատ 30 տարեկանից բարձր եմ։ Հաստատ։ Բայց չի երևում։ Բայց չի երևում։ Այսինքն երբ որ դու եղել ես Լոսում, Թուփակն էլ Բիգին էլ, օրինակ, ողջ են եղել։ Ակտուալ են եղել 100%։ Ու դու հիշում ես այդ շատ լավ եմ հիշում, որտեվ 92 թվին հենց մի քանի ալբոմ դուրս եկա, որ միջև այսօր հիփ-հոփ կլասիկա է համարվում։ Դա է Dr. Dre, Snoop Dogg-ն է, Tupac-ն է, Wu-Tang Clan-ն է, բոլորը։ Wu-Tang գիտեմ, հա։ Այդ օրը հիշում ես դու որտեղ ես եղել, որ նյուզերով ասեցին, որ Tupac-ին Շատ լավ եմ հիշում, բայց ցավոք սրտի չեմ կարող ասեմ ուր էի ու ինչ էի։ Մատա խառնա, նար, ես զգում եմ։ Ոչ մի նելեգալ բան չեմ արել։ Վեգասում ես եղել։ Մոտիկ։ Արա էտա։ Ժողովուրդ ջան, ես քթել եմ Իսպանիա։ Որտեղ ինքը նայեք, Բիգի ականա, Բիգի սիրող է։ Չի ասում այդ օրը որտեղ է։ Չի ասում որտեղ է եղել։ Վեգասին մոտ է եղել, Tupac այսօր չկա։ Էտա։ Այսօր չկա, վաղը կա։ Թանկ։
եղանակը քո մեջից հանի ու դուրս բեր եղանակը կկամի ես էլ վարվող լույսն եմ եղանակը արևա թե կամի ու հույս է դուրս արի քո հետ էլ մի քանիսը իրանք լույսն են մտածելու տեղ մնացել ամեղ պատին երասելու ստեղ չմնալ նստած վախից որոշել եմ ես այսօր հեռանամ սաղից սովորել եմ քեզ կարող ա վերանամ մահից ությունը ինձ փոխվելու է այս պահից լռությունը ինձ մնացածը քեզ պահի ուրախ եմ թե տխուր կբարձվի այս տարի ներս արի կհանդիպի քեզ վարի չես արի մտածելու տեղ չի մնացել մեղ պատին մնացել եմ ես չեմ էլ նստելու վախից երեկոյան ես չեմ էլ լինելու այստեղ ցերեկը քո պես մեկնելու եմ դիեզեր քովեր ինձ պահել կմնամ հավերժ ջահել վերանալը հետ կարևորը չեմ եմ մարելու հալելույա բարի լույս հանվելու է այսօր ձյունը ես գնամ դուրս եղանակը քո մեջից հանի ու դուրս բեր եղանակը քո կամի ես էլ վարվող լույսն եմ եղանակը արևա թե կամի ու հույս է դուրս արի քո հետ եմ մի քանիսը իրենք դուրսն են եղանակը քո մեջից հանի ու դուրս բեր եղանակը քո կամի ես էլ վարվող լույսն եմ եղանակը արևա թե կամի ու հույս է դուրս արի քո հետ եմ մի քանիսը իրենք դուրսն են եղանակը քո մեջից հանի Լուրջ եմ ասում, ես չեք արել դուք ես։ Ես մայս երկերը, որ այսօր լսում եմ, որ երեք դուրս եկածելներ, մեկը էլի ակտուալ է լինել։ Հա, 100%, հենց հիմա ակտուալ է, թե մարդ կար առաջ անգամ լսեց, վստահ եմ կարա դառնա իր սիրած գործերից մեկը, որտեվ այդքան միտք տեղատարապ է ուղղակի մտքերի։ Չիլ մենք հասանք ամենա հետաքրքիր պահերից մեկին Երևան մոբայլի հետ ունենք մի հրաշալի խաղ, որը կոչվում է Что в черном ящике։ Ինչ է սևարկվում։ Եթե տենց հեշտ լիներ, հիմա ես քեզ կտամ հարցեր, դու պիտի գուշակես ինչա ներսում, ու եթե գուշակեցիր, կարանք նվիրենք քեզ։ Տենամ էլի հաղորդման պրոդյուսերը պիտի ասես մի քիչ տենց Լավ, ուրեմն նենց բանա, որ նվիրելուց են, որ տենց բանով ես նվիրում ասում ես գուշակեց։ Հա, գուշակ, հա, նենց չի, որ տենց էսի մինչեր էլ չի պահկված։ Եղել է ասենք խոսքի մի $10,000 պաշկա է դրած եղել մեջը։ Եղել է, դες բայց քո բախտը չի բերել, այսօր այդ չի ներսում։ Ամեն դեպքում ես քեզ կտամ հարցեր, դու որոշի։ Դավայ։ Սրանով մարդիկ երբեմն արտահայտվում են, բայց դա գրական ժանր չի։ Ռեպա։ Ռեպա պահած տեղ քո կար։ Չէ, ժանրից եմ հարցը։ Հա։ Չէ, այ ռեպին մոտիկ է, հա, ինչ որ սենց ու քո հետ կապ ունի, էլի ընդհանուր սենց Միկրոֆոն, հա։ Ոչ։ Կարող ես գցել մեքենայի մեջ, կախել մի տեղից կամ ցանկության դեպքում հագնել։ Գցած վրա այդ։ Ադյալա։ Չէ, ադյալ։ Շատ փոքր ադյալ է։ Լիլիպուտի ադյալը։ Կարող է մնա հագդ, բայց անհարմար լինի։ Չնայած քո դեպքում կարող է այդքան էլ չէ։ Okay, ուրեմն շորտ ինչ որ իրա։ Սրանով կարող ես արագ հասնել նպատակիդ։ Այն որ արա դե, в общем, ու հասնես նպատակիդ։ Մենք կարող ենք ամփոփենք սկզբից։ Կարող ենք։ Սկզբից բաներ։ Սրանով մարդիկ երբեմն արտահայտվում են, բայց դա գրական ժանր չէ։ Կարաս գցես մեքենայի մեջ, կախես ինչ որ տեղից ցանկության դեպքում էլ հագնես։ Կարա մնա հագդ, բայց շատ անհարմար կլինի։ Չնայած քո դեպքում այդքան էլ չէ, հենց կոնկրետ քո։ Ու սրանով կարող ես արագ հասնել նպատակիդ։ Ծանր չի, բայց ցավացնում է։ Wow, bro։ Վերջում իմանալու ես, bro, ու ասես արա դե էսի ու քո հետ կապ ունի կոնկրետ։ Այս վերջերս քո շուրջ ինչ է տեղի ունեցել։ Իսկ թվում է վերջում որ այնքան ես ջղայնանալու որ հարցի պատասխանը չգտար, որ այդ մեջինով տալու ես չանես ջարդես։ Սաղ ասել եմ նար։ Լսի, բայց այնպես տարբեր բաներ ես ասել, ոնց որ էս հիմա բացել եմ, մեջը մի 5 հատ բան վերացնել։ Տեսի։ Ցես լիքը մարտել լինդացրած ես խառը բնավոր։ Տարբեր իրեր են։ Լսի, գույնա տալի անհարմար։ Որ հիմա որ տենաս, այսքան հարցերը որ չգտնես, ներվայնանալու ես, ես արա պոնջ զզվցրի։ Մանավանդ որ վերջերս էլ պարապած ես, ես մի անգամից քաշելու ես գնամ։ Ձախով։ Բոքսի պերչատկա։ Օպրես, բրատարա մալացեց, արա բոքսի պերչատկայա նայեք ինչ եմ բերը, ասում քո հետ կապ ունի ինգերս։ Պարծում չկա էլի սրանից։ Այո, արդեն 15 տարի է Երևան մոբայլը հանդիսանում է որակյալ էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վստահելի ուղեկիցը Հայաստանում։ Երևան մոբայլի սրահներում պլանշետների և սմարթֆոնների ընտրությունը համալրված է տան համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Այս ընկերությունը երաշխավորում է գին որակ լավագույն համադրությունը, յուրաքանչյուր հաճախորդին պրոֆեսիոնալ մոտեցում և ճկուն ապառիկ համակարգ գնումներն էլ ավելի հաճելի դարձնելու համար։ Ես ձեր գործերից մի հատն էլ հիշեցիք, խնդրեմ էտելի վայելենք իրար հետ, ճանապարհը թող տանի։ Հա, գրպանից մի քիչ փոխ հա։
Գնացինք Давай Ես տանով է ճանապարհը ուր կհասցնի Երևի դրա մասին նա մի օր կհարցնի Ինչա լինելու վերջում Փիղես թե մրջում Ում ես ճանաչում Ինչա հնչում քո ականջում Ճանապարհը թող տանի Գրպանիցդ մի քիչ փոխանի Թող քամին էլ համը չհանի Անցնի մշուշը շատ շուտ Ամպերն էլ հեռանան Իմ բառերն էլ հերթական Թող դառնան քեզ հենարան Ու տարան քեզ ինձ մեծ Սևերի վրա սպիտակ պինդ մեծ Տարան պահեցին հետ չեն գալու Միտեղ մոտեղից Էլ հաստատ հետ չես գալու Իսկ շատ գիտես Խաղորը ձեզ եմ լսում նարես Եկել են քիչ չեն ու մնալու են շատ երկար Նրանք հաստատ ունեն քեզ տալու դեռ շատ երկեր Ճանապարհը թող տանի Գրպանիցդ մի քիչ փոխանի Թող քամին էլ համը չհանի Անցնի մշուշը շատ շուտ ամպերն էլ հեռանան Իմ բառերն էլ հերթական Թող դառնան քեզ հենարան Ճանապարհը թող տանի Գրպանիցդ մի քիչ փոխանի Թող քամին էլ համը չհանի Անցնի մշուշը շատ շուտ ամպերն էլ հեռանան Իմ բառերն էլ հերթական Թող դառնան քեզ հենարան Ճանապարհը թող տանի Ռոլեկավ Էս ինչ գործ է, էս գործը միջազգային երաժշտասերների համար է բոլոր ազգերից կարան լսեն ու կայս տարան ես գող Ամեն ինչ շատ լավ հակել է իրար Ահա, սենց իրար մեջ է Նարջան, մենք հասանք մեր հաղորդման գործընկեր Max Oil բենզոլացակայան, որտեղ կլիցքավորենք մեր մեքենան Max Drive բրենդային վառելիքով իմիջիալոց վառելիքը Max Oil-ը ներկրում է եվրոպական երկրներից ունի 60 բենզոլացական Հայաստանում 4% խնայում ես վառելիքի մեջ ամենակարևոր բաները որ նստվածք չի տալիս շարժի չի վրա հակառակը որակը բարձրացնում է ու ամենակարևորը որ արտանետումը մաքսիմում նվազեցրած է էկոլոգիայի համար այսինքն որ մաքսիմում էկոլոգիան չվնասվի քիչ վնասվի տենց վառելիք հա իմիջիալոց իրանք ունենք 24.7 Max կաֆե որտեղ դու կարող ես գալ հոթ-դոգներ Ես առաջ անգամ տեսա որ կա հոթ-դոգների պահ շատ համա հոթ-դոգներ էսա ուտել ենք իրար հետ Max Coffee ունեն որը հատուկ Իտալիայում է փաթեթավորվում հատուկ Max Oil-ի Ինչ լավ է որ մեր երկրում տենց բաներ կան Շատ լավ է ես շատ վաղուց Եվրոպայում որ շրջում ենք բան ասում են երբ պիտի օրը գա որ մեր բենզոլացականում նույնպես տենց բաներ լինեն ու անմահական համով հոթ-դոգները սուրճեր քաղցրեղեն կարող ես գալ ու վայելել Շատ շնորհակալ եմ որակի համար Իմիջիալոց նաև ունենք նվեր այստեղ հետևում Ես կյանքում հավատում եմ չէ որ այսքան նվեր հա Այո Գուշակ եմ մեջ ինչ Չէ Խեղճտեղոն ես ինքան հարց տվեցիք Տես ուրեմն այստեղ տերմոս բրելոկ մեքենայի մեջի համար կարող ես ընկերներից մեկին նվիրել եթե դու առայժմ մեքենա Սա ինչա Էս հոտով են բաներից շատ լավ, հա Եվ այստեղ կտրոն է, որով դու կարող ես գալ տալ Max Oil ու քեզ անվճար կլիցքավորեն Կան որ ես մեքենա դեռ չունեմ, բայց կնվիրեմ ով ունի մեքենա Օ, տաքսիստին որ շատ անծանոթ մարդ Կարալ Դու կարաս այնքան բարես էդ էլ կանես Շատ լավ նարժան Էս դուպտել վստահ եմ քեզ ինչ որ տեղ պետք է գալու Շատ, մերսի շատ Ամեն ինչ անում ենք մեր հյուրերի համար Դզեց Ահան, մեր հոթ-դոգներն էլ եկան Նա ինչերա ֆռում մեր մոտ նարջան Էս էլ էսա իրար հետ կուտենք Ես ես շատ եմ սիրում որ հացի մեջ Է որ սենց մի քիչ դուրս է Էդ քոննա Ես ստեղնեցա որ ինչ տակը մնում է ես եմ ուտում Դե լավ մենք վայելենք ընկերներ դուք էլ մի փոխեք ալիքը որտեղ շատ հետաքրքիր հաղորդում ունենք Ուրիշ քո գործերից ինչ կարաչարկես Վերջի սոլոներից Պիկասոներ Պիկասոն Հա Կոչվում է Պիկասո Ոչ թե համեմատվում եմ Պիկասոնը վա որ քո հետ համեմատվի Չէ, այդ երևի ավելի նկատի ունեի ճանապարհ անցած Նու հա Բայց իմ վերնագիրները իմ երկերի միշտ ինչ-որ ենթատեքստի մեջ են թաքնված Այսինքն նկարիչ ես Բարերի նկարիչ Բարերի նկարիչ Դզում ես դու բանաստեղծի բան ունես վայբ ունես քո մեջ որտեղ Բառաստեղծ ես էլի հա Դե եկեք վայելենք Պիկասոն ընկերներ Կատարել եմ գործս, կատարել է գործված Այդ ամեն ինչը փորձը, հազար ու մի հոտված Երկար տարիներ, բայց դե մի քանիսը կորցրած Գտել եմ գաղտնիքը, ճանապարհին հոգնած Թող մեկը հաղթի քեզ, որ ճանաչես քո ուժը Որ չնեղացրեն, չես իմանա ինչա դրուժման Որ չնեղացրեն, չես իմանա ով է հետը Տրտի անընդհատ գրես ու գտնես քո վերջակետը Անքանակ է ջեր, ցավոք բոլորին է նույնը Ցույց կտան մատով, երբ որ ժամանակը թույլ տա Կամ էլ հակառակը, ինչ ասել ես էդ է կուլ տան Ու չմարսվի միջև ողեղդ մարսվի Իմ լեզուն տանակա, թույն ու թանակ Բարերից վանակա, անքանակ
թուղթը վախենում ա թե ինչ եմ գրելու ես վաղուց էլ չեմ գրում անցել եմ նկարելու տես տողերի Պիկասո հողերի մեծ կասա ծախսելուց իմաստով շանսերը մի բաստով աչքերս միշտ բացա դել արկելված ա ուզում են փակեն որ չկենամ թաքնվածը տողերի Պիկասո հողերի մեծ կասա ծախսելուց իմաստով շանսերը մի բաստով աչքերս միշտ բացա դել արկելված ա ուզում են փակեն որ չկենամ թաքնվածը Պիկասո հողերի մեծ կասա ծախսելուց իմաստով շանսերը մի բաստով աչքերս միշտ բացա դել արկելված ա ուզում են Այս չիլայի Alter Ego-ն է Շատ հողերի մեծ կասա Սա դառնում է ամենօրյա երգը միշտ բացա 100% ուզում են փակեն Մյուս անգամ կտնես որ անգիր գիտեմ Շատ լավ գործեր Պիկասոն հաստատ անցավ իմ ամենօրյա պլեյլիստի մեջ ասում եմ խոսք եմ տալիս որ հաջորդ անգամ երբ որ ինչ որ հաղորդման մեջ կհանդիպենք կասես անգիր գիտի Հա դու այդ բանը ունես այդ ունակությունը Հա նու ես տենց որ սիրում եմ մի բանը մտնում եմ ու սովորում եմ էլի Ընկերներ շարունակում ենք ավտոկարոկեն իմ ձեռքում Գարեջուր է մեր գործընկեր Դիլիջանի Գարեջուրն է այնտեղ հրաշալի Գարեջուր է դրա մասին Ես գիտեմ դեռ կխոսենք խնդրեմ կարող եք ըմբոշխնել երբ կուզենաք Նարեկ ջան ես հիմա մի հատ լավ խաղ եմ ուզում առաջարկել քեզ մի քանի հարց տամ դու իմպրովիզ պետք է ասես որ տենց ընդհանուր պատկերացնենք ինչ-որ առիթ է որ դու լավ կենաց ունես ասելու գնացինք խմում ենք մեր հայ տղերքի կենացը խմում ենք մեր հայ տղերքի կենացը Միշոյի ու Հայկոյի շատ կարճ է ոչ կենաց ասում Բայց իմաստուն է, դե որ տենց է 3-3-ի կենացնել խմի 3-3-ի կենացը խմեմ անդադար որտեվ դա ոչ միայն 3-3-ի մեջ է բան փոխել, այլ նաև ինձ թվում է երկրում է փոխել, տվել է ալտերնատիվ ճանապարհ հիփ-հոփի Դե Անուշ, մի հատ կոմտու օրո խմողա Հաջորդ կենացը, սիրահարված բուրատինոյի համար կենաց Սիրահարված բուրատինոն տխուր կերպար է Այդ կենացը արդեն ամբողջովին ասվել է տիկնիկներ երգով Ճիշտ ասում, լավ կենաց է Դες ես կարճ կենացներ իմ ասեմ, ոնց որ ասեցի Միշտ պարտքով փող ուզող ծանոթի համար մի հատ կենաց Ինձնից որ պարտքով փող են ուզում, ասում եմ դրա կեսը կարամ տամ, բայց հետ չեմ ուզում Ու դրա համար էլ երբեք հետ չեն գալի, էլի պարտքով փող ուզելու Գենիալի, էդ լավ բան ես կտե, ասես ախպերս կարաս $3000 պարկոտ, ասես ապե 1000-ի կվեկալ Վեկալ էլ, հա, էլ բան չանես, չզանգես, չուզես, հա, վсё, էդ էլ հետ չեմ ուզում Շատ թույն, բայց հիմա շատ վատ բան ես անում, որտեվ հեսա իմանալու են, ով որ ուզելու է այդ Ու ասել են մի 10 փող կտաս, հա Ախպերս մետ 25000 չեմ ուզում, 20 Դե ասա, այդ կենացն էլ ասա Չիլ ջան ինձ 15000 դրամ պարտքով փող կտաս 15000-ի կեսը ինչքան է առնում 7.5 7.5 տալիս եմ, էլ ինչ չանհանգստացնես Անուշ ցավեցան է Մերսի Ուրիշ կենաց Հարուստ, բայց անհամ ծանոթին համար մի հատ կենաց Ուզում եմ խմեմ քո կենացը Այդ էդ Ուզում եմ խմեմ քո կենացը Ճիշտ է դու հարուստ ես Ճիշտ է դու հարուստ ես, բայց անհամ ես Ես կարամ քեզ օգնեմ այդ ամեն ինչը համովացնելու ու որտեղ ծախսես փողերը որ մեզ էլ լավ որ մեզ էլ լավ է որ համը վերադառնա այդ բայց շատ վատ բան է համադրությունն է հարուստ ու անհամ հա բայց շատ կան տենց հա գիտեմ հիմնականում տենց է ավելի համով են աղքատներ են որ շատ համով մարդարա պրոզեդեր չկա էլի արի խմենք հայու գենի համար արի խմենք ես կոնկրետ մի հատ գենիկ կա հայի մեջ գենուկ հա գենուկ որը ինձ միշտ դուրակ է հայերի հումորը Անեկդոտները ինձ թվում է ոչ մեկ չունի տենց հումոր վստահաբար հա ոչ մեկ չունի ինչ որ մի բանը սարկած մի ուրիշ բան բառախաղով եթե խմեի հայու գենի կենացը խմեի կոնկրետ հումորի վերաբերյալ գենի կենաց խմենք բոլոր հումորով մարդկով կենացը Անուշ այսօր խմի գնանք մի քիչ երեք են կարաս չէ բայց խմած երկես Յոպե հա Դուք Նարջան մենք էլի ունենք նվեր Դիլիջան Գարեջրի կողմից Ես գիտեմ այսօր իրիկունը ինչ եմ անում Այսօր դու մյուզիկ ես Անպայման Այնտեղ Գարեջուրը հետարքիր մի բաժակ է որով մի քիչ առաջ կենացներ է իր ասում Վայելիչ մեր Գարեջուրը այն արտադրվում է Դիլիջան ջան Հենց Դիլիջանում էլ արտադրվում է Ես եղել եմ այնտեղ որտեղ որ արտադրվում է Լուրջ եղել ես դզեց Ինքը գիտես չէ որ 100% բնական բաղադրություն է մեջը То есть այդքան լավ Գարեջուր է Գարեջուրը շատ լավ Կվայելես Անպայման մերսի Կենացնեմ Դիլիջանն մերսի Ուրիշ ինչ գործ կառաջարկես տաժանք իրար հետ Լինելու ես դու
Կարող ենք։ Հա, այդ ավելի մասսայական երգա ինձ թվում է։ Այո։ Ով գիտի բոլորը մեր հետ կերքի։ Տանը նստած կերքեն։ Այո։ Չնայած 8 ժամի է մեր հաղորդաշարը, բայց ոչինչ, թող երգեն։ Այս երգը հազվադեպ երգերից մեկն է, որ գրել եմ ինչ որ ակտուալ true story այլի։ Իրական պատմությունների վրա։ Delete-ի հետ եմ արել մեր երկրորդ երգներ, Delete-ին մեծ բարևներ, շատ ողջունում ենք Delete-ին, հուսով շատ տաղանդավոր ճաշակով, այո։ Կարդում ես մտքերս, կյանքս ընկերս, քանդում եմ պատեր, շարժում եմ սարեր, որ հասնեմ ու գրկեմ քեզ։ Դու ես իմ կեսը, չէ որ դարել ես իմ եսը, կորել եմ հիփ-հոփ, բայց գտել եմ հիմա ու գծել եմ քարտեզը։ Մտել եմ պարտեզը թաքուն ու քաղել եմ վարդերը, տանունը տել քո նման բարձը մաքուր ինձ վաղուց գրավել ես, հրավիրել ես սիրով, ես է քո կամքը սիրող, կգամ կգտնեմ քեզ մնաց մի քանի օր, կգամ կգտնեմ։ Հիմա այս ինչքան էլ որ Ինչքան էլ որ անձնական երգ է, այս լիքը մարդ իրար մեջ սա կարա կիսվի, որտեվ այս բոլորի անունից եմ ոնց սիրո մասին է էլի։ Թե ինչ որ մեկը կա ինձ փրկելու մինիմալ սիրուն հանգիստ Այդ ինչ որ մեկը լինելու ես դու Էյ Սիրունը երգ գրենք իրար հետ Թե ինչ որ մեկը կա ինձ փրկելու Ինչ որ մեկը լինելու ես դու Նարջան, այսօրվա մեր հուսալու անվտանգ ճանապարհը այս գժական հիբրիդ մեքենան է ապահովել։ Այո, շատ կոմֆորտ։ Այո, շատ կոմֆորտ, Panda Motors-ն է, Dongfeng մեքենաներն են, չինական ամենաբոմ պետական ավտոարտադրողը։ Իրանք քեզ ունեն ավտոյի մասին։ Լսի, ես ուզում եմ ասել, քո կամ կնոջդ համար, եթե կուզենաս դու քեզ նվերանես կամ ձեր ընտանիքին նվերանես, Panda Motors-ը տալիս է քեզ կտրոն, 1 միլիոն դրամի վաուչեր, երբ որ դու կորոշես մեքենա, վաուչեր, էլի։ Վաուչեր։ Եվ որ դու կուզենաս մեքենա վերցնել ընդեղից, 1 միլիոն դրամ կպակասեցնեն իր գնից։ Այս բավականին շատ լուրջ։ Այս լուրջ նվերա, հա։ Այսօր ինձ թվում է բոլորն լուրջ են, բայց այսալ պետքական է։ Այսօր ինձ թվում է գինին ու գարեջուրը խմեմ ու գնամ Panda Արի վաղը Motors-ը։ Դուս արի վաղը վերցա ճանցանես պոնչեսիչ բերեցես տվո գլխին։ Բարով այլես զստայ դու բավականին լուրջ, շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ Panda Motors։ Panda Motors ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Dongfeng կոմերցիոն մեքենաների եւ Yadea էլեկտրական մոպեդների պաշտոնական ներկայացուցիչը։ Dongfeng-ը Չինաստանի ամենախոշոր պետական ավտոարտադրողներից է, որն ավելի քան կես դար արտադրում է հուսալի եւ ժամանակակից կոմերցիոն մեքենաներ, որոնք օգտագործվում են 87 երկրներում։ Panda Motors-ը հայկական եւ վրացական շուկաներում ներկայացնում է Dongfeng բեռնատարների եւ կոմերցիոն ավտոմեքենաների լայն տեսականի, որոնք օգտագործվում են բիզնեսի տարբեր կարիքների համար։ Եվ Yadea ընկերությունը աշխարհում սկուտերների առաջատար արտադրողներից մեկը, որը համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները, էներգախնայողությունը եւ քաղաքային շարժունակությունը։ Նա առաջարկում է մի հատ ուրիշ խաղ խաղալ։ Դուք ունեք բանակ երաժշտասերների, դուք որ ասում եմ դա մի քանի հոգու մասին է խոսքը, բացի 3-3-ից, բացի այդ դու առանձին H-ի լանես, նաեւ կա մի քանի հոգի ու ձեզ տարբեր ֆորմատներում, այսինքն ֆորմատը նույնն է, բայց տարբեր կետերում ձեզ շատ են սիրում, բայց քանի որ մի քանի հոգին մտնում է ձեր ամբողջական այդ ընկերությունը, ուզում եմ իրանցից քեզ հարցեր տամ ու դու պիտի մաքսիմում արագ փորձես պատասխանել։ Okay, давай։ Գնացինք։ Մի քանի հոգուց ով է ամենա ուշացողը։ Yes։ Լուրջ ուշացող ես դու։ Okay։ Ով է ամենապատասխանատուն։ Mission։ Mission։ Ով է ամենահումորովը։ Felon։ Felon։ Ամենաուժեղը։ Ինչով։ Ջանով։ Որ բոքսի կցողա։ Ռոլը երևի։ Չէ, ռոլը հանգիստ իր համար, իր գավը, իր տրոնին նստած։ Իսկ ո՞ւմ դու ես։ Չնայած Միշոն էլ է պարապած, հա, չէ, իսկ ո՞մ Միշոն շատ ավելի շատ է պարապած, քան ես։ Իսկ ով ամենահամբերատարը։ Սերժան։ Սերժան, հա, բայց ինքը շատ հանգիստ է։ Հա, Սերժան ամենահանգիստն է։ Ով ամենահարուստը։ Ռոլը։ Դա շատ արագ պատասխանեց։ Սեպերը ոսկիները բան։ Ռոլը նաև cover-ը սա։ Հա, այդ շատ լավ, որում դու ես հարուստ։ Լավ, դզեց, cover ջան, պրիվետ։ Երբ парքով փող ես ուզում, ով կտա։ Ով ամենատվողը ոնց որ էլի парքով փող։ Կոնկրետ ինձ բոլորը։ Բայց դա մարտա տիպը կարա ուզի, բայց չտան, հա։ Շատ լավ։ Ասի պրոստե չունեմ փող հաշվելով, ասի չունեմ, ախպեր, չեմ կարող։ Ախպերս է սախտա ուրիշ փողա, պետական փող։ Չէ, իմն է, բայց լավ անգերեցին օրտես անկեղծ իրար աչքերի նայելով։ Ով է ամենածույլը։
Yes. Չէ լավ։ Ոչ թե ես բայց դու։ Իրանք ես կարողա բան անեմ, ինչ որ եթե հավաքվում ենք երգ գրելու, ծույլ չէ, բայց կարողա ես ավելի իմ երկար տևի իմ գրածը, ոչ թե որ չեմ կարող գրեմ, այլ որտեղ ուզում եմ լավ լինի։ Հա, այսքան ավելի տենց բան ես կպնում էլի, սենց մինչև վերջ քո սրտով չեղավ։ Դե դի ծույլ չես, ավելի բծախնդիր ես գործի հանդեպ։ Իսկ ամենառոմանտիկը։ Oh, that's me. Չէ լուրջ։ Yeah. Օրինակ տենց ինչ է սարել քո կյանքում ռոմանտիկ այս վերջերս։ Ոչ մի բան։ Հանո։ Չէ, ռոմանտիզմը պետք է պահել, մեկ։ Օրինակ կնոջդ համար կա, բան որ հիմա կուզես ասես որ սենց արել ես, սենց պուպուշ բան ես արել, դա cute է եղել։ Այ ես իրան ամեն օր սիրում եմ։ Ու ասում եմ։ Դե լա շատ է ժամանակ։ Չէ, բայց իրականում պիտի ամեն օր ասես որ սիրում ես։ Ես էլ կուզենայի քեզ հարցեր տայի։ Հա, դավայ։ Լսի, իսկ рэպը մի մոմենտ եկավ ու գնաց, ես շատ էի ուրախացել որ բանը, որտեղ իսկականից ստացվում էր։ Իմ մոտ։ Հա, իսկ ինչ եղավ որ պաուզա եղավ։ Կարող է գերակշռեց դերասանական մասնագիտությունը, հա։ Այո, ոչ թե գերակշռեց, ավելի զբաղվածությունը ինձ բան արեց, հետ գցեց այդ ամեն ինչից ու եթե անկեղծ ասեմ, հիմա մեջս դատարկ է, այսինքն ես մի տեսակ լծված չեմ, որ ինչ որ բան անեմ, բայց ես կարծում եմ ու շատ վաղուց երկուսս էլ ուզում ենք իրար հետ ֆիթ անենք։ Օ։ Գամ քո ստուդիա։ Այդ առաջին անգամ ասվեց Էֆիրով։ Էֆիրում առաջին անգամ ասած, ես ուզում եմ իրար հետ ֆիթ անենք, որտեվ դու կարաս նենց մյուզիկ դնես ու նենց մի հատ բառ ասես, որ ես ու դու ունենանք մի հատ թույն գործ ու մեր հանդիսատես Էրոստատի տղա վայելի մի։ Բայց նենց բան ենք անելու, եթե իրար տանենք, որ դու դեռ չես արել, այդ քո ստիլի մեջ այնքան է չլինի։ Դու ոնց ասես, տեղ գործի տերը դու ես։ Բացեմ քո մեջի րեպերը։ Էլ ավելի։ Ես լրիվ քոնն եմ, ես էլի պետք է պատճառ։ Իվանուրա։ Վիվա։ Չէ, որ ես խմա համելել է։ Սիմպոյոտս դու օբշի բան եմ լնում էլի։ Լուրջ ես ասում։ Հա, դու շատ բան տղա ես օպե։ Շատ լավ։ Մենք պայմանավորվեցինք ու իրար հետ գործ ենք անելու երաշտական։ Դավայ։ Պետք է արդեն Տարոն, գիտեք իմ անունը, Նարեկ ջան։ Իմ հարազատ եղբոր անունն էլ է Նարեկի միջելը, դրա համար sense հոգի հարազատ քո իսկական անունը Տարոնն է։ Իմ իսկական անունը Տարոնն է, մոտիկները Սյուզի են ասում, բայց իմ իսկական անունը Տարոնն է, բայց դու կարաս ասես Լսի, այդ պոնչը որ մնացել է, բայց դու էլ պոնչ չես։ Ոնց ես նայում դրան։ Լսի, պոնչը մնացել է, ուղղակի ելը ոչ ոք չի տենում։ Չէ, իրականում պոնչը դարավ տենց ինչ-որ բան էլի, որ հիմա նիհարել եմ, բայց մեջից ես պոնչ եմ, Հիմա պոյ ես պրոստը։ Պոյ եմ, հա, ինչը գնացել է արդեն։ Մի քանի հոգին մի տեսակ ոնց որ աստղաբույլ է, տենց ավելի ոնց որ մի անգամից մի բանի մեջ բոլորին ես կարողանում վայելել, այդքանով բան, օրինակ շատ գործեր ունեք ու չգիտեմ, որ ասես գիտեմ երևի։ Գիտես, մտածված չի եղել կյանքում, տենց գծած չի եղել, որ հավաքվենք կոնկրետ այդ մարտիկ ու ինչ որ երկանենք, դիսկանենք, ուղղակի մի օր եկել ենք sense ընկերներով, ես իմ որտեղից հետո հավաքվել ենք միտեղ, ես Ռոլանդո Միշոն, Սերժոն Ֆելոն։ Ու ինչպես միշտ կոմպից բիտեր էր ֆորում, ինչ որ ինստրումենտալներ, հա, ու դարավ ու առաջինը կարծեմ աղջիկ չղջիկներ կամ հենց մի քանի հոգի երգը։ Թե բանն էր առաջինը, այս պահինը։ Այս պահին առաջի կլիպներ։ Հա, առաջին կլիպներ, ես հիշում եմ, որ ինչ-որ մի բան։ Բայց առաջի երգը որտեղից որ կարծեմ հենց մի քանի հոգիներ կամ աղջիկ չղջիկ։ Քո տեքստը ոնց էր, այս պահին Ներսարի, մնացել ես դու կես տարի, կես գայի, եթե դու պետք գայի, արդեն ոնց կտանայի վրետ չեն, ու կամար որ տարապում այս պահին մի քիչ տղամարդու պես պայ քես։ Չէ, շայ հետ նայ։ Ասորը տանում ճանապարհով մեզ կամին, թե չկամեկը որ հավատում է այս պահին հիմա քո հետ է, ասում է պոետը դե հետա մնացը գրածս տողերը փոխել են, թողել են մենակ բողոքները, կորել է իմաստը, հիմա ստեղ դա փաստա, մնացել է պահը որ մահը գա։ Տունը չեմ ասա թե վաղը գա։ Բրատ, ապրես ուրախ եմ, լուրջ ես երազանքի պես բանա որ լուրջ եմ ասում, շատ կայֆ է բրատ։ Իսկ որ մեկը քո հետ ասում է քո գրած խոսքերը, այդ էլ ավելի մեծ կոմպլիմենտ է իմ համար։ Անգիր ասում եմ, անգիր։ Շատ։ Մի քանի հոգի քեզ կնորոգի, որ հոգիդ չկորի հետ մնաս բոլորից։ Չիլ հերթը մեր հաղորդման գործընկերների կողմից տրված նվերներինն է։ Ուզում եմ քեզ ներկայացնել Վեդի Ալկոյի ես արդեն սիրում եմ։ Կարմիր ռեզերվ անապակ գինի, որը որ յուրահատուկ պահերի համար է։ Վստահ եմ, որ քո կյանքում դեռ շատ յուրահատուկ պահեր են լինելու։ Ընկերներիդ հետ կմբոշխնես։ Ես խոսք եմ տալի հենց յուրահատուկ պահին սա։
բացեմ։ Շատ լավ, մեր կենացներ կխմես ընթացքում։ Իհարկե, շնորհակալ եմ շատ։ Անուշ ցավը տանում։ Հայկական գինեգործության հետաքրքիր ներկայացուցիչներից մեկը Վեդիալկոն ունի գինիների լայն տեսականի։ Կարմիր անապակ գինի, ավելի հագեցած համադրվում է մսային ուտեստների հետ։ Սպիտակ անապակ գինի, թեթև մրգային բույրերով ավելի համադրվում է ձկնեղենի եւ աղցանների հետ։ Ռոզե անապակ գինի հավասարակշռված եւ թարմեցնող, ավելի ամառային տարբերակ։ Եվ իհարկե Զանգու, ռեզերվ կարմիր անապակ գինի յուրահատուկ պահերի համար։ Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Նարից կա տենց գործ, որ ասենք կոմոդ նոստալգիա առաջացնում, օրինակ рэպերից, չգիտեմ, օրինակ տենց կլինի հայկական, կլինի ամերիկյան, չգիտեմ, որ երկրից, որ քեզ տենց միշտ կարաս լսես իրան, միշտ լսում ես ինչ-որ ժամանակաշրջան ես հիշում։ 90-ականների ցանկացած 90-ականների։ Այո։ Իսկ որ այսօր կընտրես որ միասին, ես անգլերեն չեմ կարող, եթե անգլերեն է, բայց ես կտժամ։ Okay, այսօր ընտրել եմ Notorious B.I.G. Big Pop-ը երգը։ Այդ գիտեմ։ Նախ ես շատ եմ ոգևորվել Իրանից, որը Իրան լսեցի, ավելի շատ ասեցի, ես ուզում եմ էս անեմ։ Հա։ Այդ շատ վաղուց էր, բայց ինձ թվում է էս իր մյուզիկով, իր չիլով, արի էլի զանգի արի ամպեր։ Հա, կգամ նոր ջան, ապրես շատ։ Նվերներես։ Հեսա հետևն է, այ դրա համար էի բանանում։ Всё, մերսի շատ։ Քեզ մերսի։ Դժում եմ քո համար ինձ կապի մեջ եղի։ Դավայ, պակա։ Մերսի։ Արա շատ խնդա։ Քեզ Դե նկար։ Տեսակ էի չիլային սխալ տեղով էր անցնում, ասեցին մի քիչ ենկով մանցում կա։